Կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանը անտեսելով Մայրաթորի որոշումը այսօր մկրտության ծես է մատուցել Հովհաննավանքում։ Սուրբ կնունքի արարողության մասնակիցները հենց նրան են պահանջել, երբ քահանա Տեր Սարգիսը բացատրել է, որ կարգալույծ եղած եկեղեցականը ծես մատուցելու իրավունք չունի։ Եվ ես տեղեկացրեցի, բացատրեցի իրենց, բայց ես չեմ կարող ստիպել իրենց։ Իրենք ընտրեցին, թե ով կատարի եւ ամբողջ պատասխանատվությունը արդեն մնում է իրենց վրա։ Իդեպ 2 օր է Հովհաննավանքում է Նիկոլ Փաշինյանի ջերմեռանդ աջակից Գնել Սարգսյանը։ Կադրերում երևում է, որ Սարգսյանը նախկին քահանայի հետ քահանաների սենյակ ազատ ներս ու դուրս է անում, մասնակցում Ստեփան Ասատրյանի մատուցած մկրտության արարողությանը։ Դա մկրտություն անվանել չի կարելի, ասում է Հովհաննավանքի քահանա Տեր Սարգիսը, կարգը խախտողներին անեծք է հասնում։ Այն անձը, ով որ համարվում է կարգալույծ, բայց կատարում է արարողակարգ, անետք է վերցնում իր վրա եւ նրանք, ովքեր որ կամավոր համաձայնությամբ համաձայնվում են մասնակից դառնալ այդ կարգին, դառնում են նույն անեծքի մաս ու բաժին։ Ոստիկանությունը այսօր ժամը 16-ին պետք է ներկայանար Հովհաննավանք եւ կանխեր կարգալույծ եղած քահանայի գործողությունները վանքում, ասում է եկեղեցու շահերի պաշտպան Արա Զոհրաբյանը, բայց տարածքում գտնվող ոստիկանները հրաժարվել են գործողություններ կատարել, պատճառաբանելով ոստիկանությունից դիմում չեն ստացել։ Արձանագրեցինք, որ ոստիկանները ներխուժման կանխման գործառույթը չիրականացներին, իրենց պարտականությունը չկատարեցին։ Ինչու են ոստիկանական համազգեստով տղամարդիկ Տեր Արամի կարգալույծ հայտարարվելուց հետո եկեղեցու բակում ներկա ստանում, եթե չեն կարողանում կանխել լարվածությունը, երբ եկեղեցու շուրջ անդադար հայհոյանքներ են տեղում արդեն նախկին քահանա Ասատրյանի պաշտպանությամբ զբաղվող մարդիկ։ Իրավապահները չեն միջամտում անգամ, երբ հարձակման թիրախում լրագրողներ են հայտնվում։ Սեռական հայհոյանքներ են հնչում լրագրողների հասցեին, քաշքշում են խոսափողներ, փորձում հրել։ Ում են պաշտպանում իրավապահները, ամեն դեպքում հանգիստ է նախկին եկեղեցականը։ Իր թիկունքին նաև այս համայնքն է, կանայք, որ եկեղեցու դիմաց չրեր ու մրգեր են վաճառում, նաև կատաղի հարձակվում լրագրող տեսնելիս։ Դուք եք ասում մեր գյուղացիք լարված են։ Եթե դուք չգայիք, ձեր ներկայությունը մեր գյուղացիքին լարվածություն ստեղծեց։ Չեն հերքում, իրականում մի քիչ էլ լարվում են, երբ հիշում են, որ իրենց Տեր հայրն էլ դարձավ նախկին։ Չեն ընդունում Մայրաթորի թուղթը, Տեր Արամը կա ու կլինի Օհանավանի քահանան։ Մեծատառով Տեր հայրին իրավունք չունեն, եկեղեցուց դուրս անեն մեկ, օրենքով տրված է, օծված Տեր հայրին իրավունք չունեն կարգալույծ անելու։ Օհանավանը մերն է, գյուղը մերն է, մեր եկեղեցին է, բոլոր ժողովրդին է, Տեր Արամը պետք է մնա մեզ մոտ որպես Տեր հայր։ Պահենք մեր գլխի վիրևում։ Կիրակի մասնակցելու եք պատարագ։ Ամեն առաջինը ես եմ մտնում եկեղեցի։ Նիկոլ Փաշինյանն էլ է ներկա լինելու տեղ։ Ավելի խառաշո։ Միջնորդելու են Նիկոլ Փաշինյանին տեր կանգնել Տեր Արամին, որովհետև ինչպես իրենք են ասում, երիտասարդը շատ բան է արել գյուղի համար։ Կասեմ, որ պետք է մեր Տեր Արամը մնա ու մինչև վերջ պետք է մնա մեր Օհանավան գյուղում։ Դառնա մեր համագյուղացին։ Տեր Արամը եկավ, պապիրոսի սորուկները, որ մեր Տեր հայրը կկզվեր պապիրոսի սորուկները հավաքեր։ Ոչ մեկը ով տժիկը կմիացներ, քաղկաներ, կաշկով տաներ թապեր, ոչ մեկը, բայց ինքը արելա, ոնց որ ինձ իմ տնից կան դուրս անեն։ Իսկ հիմա ուզում են, որ այս աղմուկը շուտ ավարտվի, բայց ոչ թե եկեղեցին խաղաղ տեսնելու, այլ իրենց առևտրին վերադառնալու համար, թե չէ մարդկանց ուշադրությունը աղմուկն է, չրերին նայող չկա։ Մի շաբաթ առևտուր չեմ արել, հապառակ բերին փողերը կտա, որ սենց լրիվ խանգարել ու քանդե ավիրելա։ Նախկին քահանայի պաշտպանները պնդում են, իրենց եկեղեցի այցելելն էլ առևտրի հետ է կապված, աղոթում են այն օրերին, երբ ապրանքը լավ չի վաճառվում։ Պատարակներին մասնակցել եք իր։ Բոլոր առևտուրը ուժեղայել է, ժամանակ չեմ ունեցել, չեմ գնացել, որը ուժեղ չել է, մասնակցել եմ։ Լիլիթ Խալաթյան, Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։